Արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհն անցնում է Հայաստանի Հանրապետության տարածքով և խաղաղության միջավայրում դա տրիլիոնների կապիտալ է ապահովելու Հայաստանի համար։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Երևանում տեղի ունեցած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներին։ Արևելքից արևմուտք ամենակարճ ճանապարհը անցնում է Հայաստանի Հանրապետությունում եւ Եվրամիության խորհրդին Եվրահանձնաժողովի նախագահը դրա մասին ասաց։ Եվ հիմա խաղաղության միջավայրում դա տրիլիոնների կապիտալ է Հայաստանի համար, տրիլիոնների կապիտալ է Հայաստանի համար։ Եվ այս բոլոր հնարավորությունները իրացնելու համար մեզ պետք է մենակ մի բան, այսինքն եթե շատ ընդլայնված ասենք, մեզ պետք է որպեսզի մենք ունենանք բավարար կարողություններ այդ հնարավորությունները հասկանալու համար։ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի ընթացքում 5 ընկերությունների հետ փոխանակվել են մտադրությունների հուշագրերով, ինչը կարող է նշանակել նոր ներդրումներ, շուկաներ եւ պատվերներ։ Նա առանձնացրել է նաեւ Ֆրանսիայի հետ ստորագրված փաստաթուղթը Բարգուշատի թունելի կառուցման վերաբերյալ։ Վարչապետի խոսքով ԵՄ-ն գործընկերներին կոչ է արել ներդրումներ կատարել Հայաստանում, իսկ առաջիկայում գինեգործության ոլորտում նախատեսվում է միջազգային մեծ միջոցառում, նաեւ ներդրումային քննարկումներով։ ԵՄ անդամակցության հայտի առնչությամբ Փաշինյանը շեշտել է. ձևական հայտ ներկայացնելն ինքնանպատակ չէ։ Հայաստանը պետք է կենտրոնանա բարեփոխումների վրա, ԵՄ չափանիշներին իրականում համապատասխանելու համար։ Վարչապետը նաև նշել է, որ շարունակվելու է աշխատանքը Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման ուղղությամբ, սակայն ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ։ Նրա խոսքով ենթակառուցվածքը երկար տարիներ պատշաճ չի շահագործվել, ինչի հետևանքով այժմ տեխնիկական բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ այս պայն ժամկետների մասին խոսք դեռ չեմ կարող որևէ բան ասել, որովհետեւ բազմաթիվ տեխնիկական գնահատման աշխատանքներ կան։ Հիմա էլ մենք աշխատանքի ընթացքում տեխնիկական խնդիրներ ենք հայտնաբերում, որոնց մասին օրինակ մի ամիս առաջ չգիտենք, 2 ամիս առաջ չգիտենք եւ այդպես շարունակ, որովհետեւ չենք զբաղվել 40 եւ ավելի տարիներ, չէ 40 մոտ 40 տարի չենք զբաղվել պատշաճ այդ ենթակառուցվածքով, պետք է հիմա գնահատենք կարիքներ եւ անցնենք գործի։ Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երևան էին ժամանել 50 երկրների ավելի քան 500 պատվիրակներ, այդ թվում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որոնց այցերը հատկապես արժանացան ընդդիմադիր դաշտի եւ արտաքին որոշ ուժերի քննադատությանը։ Արձագանքելով Զելենսկու այցի վերաբերյալ քննադատություններին, Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը Ուկրաինային հումանիտար օգնություն է տրամադրել, իսկ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Վարչապետի խոսքով Հայաստանի համար սկզբունքային հիմք է Ալմաթայի հռչակագիրը, որի վրա էլ կառուցվելու է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը։ Իսկ հարցին, թե ինչ է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի համար, որ արժանացել է նման բարձր գնահատանքի, Փաշինյանը կարճ արձագանքել է։ Ինչ վերաբերում է թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ինչ է արել, մայիսի 28-ին կտեսնենք ինչ է արել։ Ինչի պատմեմ, ցույց կտամ։ Փաշինյանը նաև հայտնել է, որ մայիսի 9-ին չի մասնակցի Մոսկվայում նախատեսված միջոցառումներին։ Նրա խոսքով այդ մասին դեռ ապրիլին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահին, պատճառաբանելով քարոզարշավին մասնակցելու հանգամանքը։ Խոսելով ներքաղաքական թեմաներից, Փաշինյանը նշել է, որ Սամվել Կարապետյանի անունը չի կարող կապվել Հայաստանի որևէ տարածքի անվան հետ։ Փաշինյանի խոսքով Տաշիրում վերջին տարիներին կառավարության իրականացված ներդրումները անհամեմատելի են որևէ մասնավոր անձի ներդրումների հետ։ Ես ընդհանրապես դեմ ոչ միայն դեմ եմ, այլև թույլ չեմ տա, որ Հայաստանի որևէ տարածքի անուն կապվի որևէ անձի հետ, որովհետև այդ մարդիկ այդ տարածքի հետ կապ չունի։ Այդ տարածքը իրանց համար գողության, հանցավոր գործունեության, բդեշխային հարաբերություններ հաստատելու տարածք է եւ որտեղ ազատությունը չի մտել, այդ ազատությունը մտնելու է։ Հատիկ ձեռներից առնելու ենք բոլոր գույքերը։ Վարչապետը հիշեցրել է նաև ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը, նշելով, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ մեկ առանձնատուն արդեն գրանցվել է որպես պետական սեփականություն եւ հետագայում կարող է ծառայել սոցիալական նպատակների։ Փաշինյանն անդրադարձել է նաև Վեդիում անչափահաս քույրերի վերաբերյալ աղմկահարույց դեպքին, ընդգծելով, որ այն բացահայտվել է իրավապահների օպերատիվ աշխատանքի արդյունքում։ Վարչապետը քննադատել է այն մոտեցումները, որոնք տարիներ շարունակ խոչընդոտել են երեխաներին սեռական բռնությունից պաշտպանելու կրթական եւ իրազեկման ծրագրերին։ Ես ուզում եմ հիշել, երբ որ 2018-19 թվականներին
կառավարության մարմիններից մեկը բուկլետներ էր թողարկել եւ մենք աշխատում էինք երեխաներին մանկապղծության դեպքերից պաշտպանելու համար, այդ նույն լրատվամիջոցները աղմուկ աղաղակ էին անում, ասում են, «Էս ինչ եք անում մեր ավանդական արժեքների դեմ եք պայքարում, էս եք անում, այն եք անում եւ այլն եւ այլն»։ Ես ուզում եմ դա հիշեցնել եւ ուզում եմ հիշեցնել, որ այս նման դեպքերի պատասխանատուն նաեւ այն մարդիկ են, ովքեր այդ քաղաքացիական հասարակության եւ կառավարության համատեղ ջանքերը դեմոնիզացնում էին եւ դեմոնիզացվում են, թույլ չտալով հանրության շրջանում իրազեկվածության եւ կրթական աստիճանը բարձրացնել։ Փաշինյանն նշել է, որ իրավապահ համակարգի խնդիրները շարունակելու են մնալ բարեփոխումների օրակարգում։ Նա անդրադարձել է նաև համակարգից տեղեկատվության արտահոսքին, հայտարարելով, որ նման դեպքերով կան հարուցված վարույթներ, իսկ անպատասխանատու աշխատակիցները պետք է հեռացվեն համակարգից։ Վարչապետը խոսելով նաև Վարդաշենի վթարային շենքերի խնդրի մասին նշել է, որ նման խնդիրներ կան ոչ միայն Վարդաշենում, այլև հանրապետության տարբեր հատվածներում։ Կառավարությունը լուծումներ է առաջարկելու, սակայն բնակիչներից էլ ակնկալվում է ճկունություն, հատկապես բնակարանային փոխհատուցման կամ վերաբնակեցման վայրերի ընտրության հարցում։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։